2019 թվականին, որ բարձրանում էի ես, շատ ուժեղ քամի էր, երբ որ արդեն 5000-ին հասանք եւ այդտեղ թվում էր, որ անհնար է արդեն քամուն դիմանալ, ես հիշեցի, այդ բանը հիշեցի, որ գրպանումս այդ բալակլավա տիպի գլխարկը ունեմ, դա հանեցի հագա, ինձ անմիջապես ոնց որ բանը, ամեն ինչ փոխվեց եւ ես հասկացա, որ այլևս որևէ խնդիր չունեմ, որովհետեւ շատ տաք էր պահում եւ թվում է թե մանրուք է, բայց փաստորեն իմ փորձի վրա գիտեմ, որ անգամ այդ մանրուքը ինչքան կարեւոր է եւ կարա միգուցե որոշիչ դեր խաղա եւ քեզ օգնի դու քո երազանքին հասնես։ Հա, հենց այդ մանրուքների վրա ոնց որ կառուցված վերելք է, այսինքն եթե այդ մանրուքներին տիրապետում ես, սարը ավելի հեշտանում է։ Այնտեղ կարա իհարկե լինի ճնշման խնդիր, որի դեմ մարդ ոնց որ անզոր է, եթե մարդու օրգանիզմը չի ընդունում, տենց դեպքեր էլ է լինում, իհարկե քիչ են տենց դեպքերը, բայց լինում է։ Բայց մնացած բոլոր դեպքերում, այսինքն ֆիզիկական պատրաստվածությունը, ցրտադիմացկումը, ճիշտ հանդերձանքը, այդ ամեն ինչը սովորելու վրա է, ինքը տենց իրանից բարդություն չի ներկայացնում, արշավների ընթացքում մարդ ինքը հասկանում է ինչ է իրան պետք։ Իսկ վերելքից անմիջապես առաջ, պայմանական, եթե պետք է Արարատ մեկնեն հունիսին նախատեսվում է օրինակ որևէ ավելի, հա, ինտենսիվ նախապատրաստություն։ Դե մենք ամեն շաբաթ կիրակի արշավներ ունենք Հայաստանում, այսինքն մեր հատուկ հենց Արարատի պատրաստություն չենք անում, բոլոր մասնակիցները կարող են ընտրել որ օրնա իրենց հարմար ու որ սարը, դե մենք իհարկե խորհուրդ ենք տալիս, որ Արարատից առաջ ավելի լավ է բարձր սարեր գնալ, դա Հայաստանում Կանահաշդահակ, Արագած եւ այլն։ Ու կլիմայի վարժեցում ենք անպայման անում վերելքից առաջ, այն մարդիկ, ովքեր Հայաստանում են լինում, իրանք մասնակցում են գիշերակաց ենք անում 3000 մետրի վրա, որ օրգանիզմը սովորի բարձրությանը։